Չեն էլ թողել, մի 10 րոպե տվել է, որ իրանք այգի մեջ հանեն, լրիվ դաժե այգու մեջ չեն թողեցել, որ իրանք մնան։ Երևանում իրանցիների ակցիան նորից տապալվել է։ Ոստիկանները երեք թույլ չեն տվել, որ անգամ դեսպանատան դիմացի այգում պաստառներն ու դրոշները պարզեն, պատմում է իրանցի Հոսեյն Սոտուդեգանին, որ 6-7 տարի է այստեղ է ապրում։ Ասում շուտ հավքի տուն գնա, ասում ինչի պատճառով, ինչ ա եղել, մենք կայնացենք։ Ասում չէ, դուք իրավունք չունեք կայնեք, ասում ենք դուրս եկել ենք սաղից իրար հետ կայնացենք, բան չենք անում, ոչ զայն ենք տալիս, ոչ գոռում ենք, ոչ բան, սենց կայնացենք, ասում չէ, շուտ հավքեք տուն գնացեք։ Մի քանի տասնյակ մարդիկ են հավաքվել դեսպանատան մոտ, աջակցելու Իրանում իշխանության դեմ բողոքող ցուցարարներին։ Մենք ենք նրանց ձայնը աշխարհում, ասում է Հոսեյն Սոտուդեգանին։ Իրանում ընդվզող ուսանողներին ուզում էինք ասել, ձեր թիկունքին ենք։ Ոստիկանները 10 րոպե էլ չթողեցին, որ մնայինք, դժգոհում է երիտասարդ տղամարդը։ Ես ասեցի, սաղ դրոշները ցալեք, դրեք ջեպները, եկեք հերապարակ։ Հենց ես ավտոն այստեղ պարկովկա արեցի, գնացի ժողովրդի մեջ, որ իմանամ ինչ այել է։ Դնում եմ սաղ ոստիկանները 4 կողմից մոտենում են։ Ասում եմ ինչ այել է, ասում են շուտ հավքի գնա տուն։ Դեսպանատան մոտից րոպեներ անց շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ։ Այստեղ էլ չեն թողել խաղաղ ակցիան շարունակել։ Ոստիկանները սկսել են ցուցարարներին բերման ենթարկել։ Մի մասին ոստիկանության բաժին են տարել, ոմանց էլ ազգային անվտանգության ծառայություն։ Ըստ Հոսեյնի ժամեր անց բոլորին բաց են թողել։ Ազգային անվտանգությունը 12 հոգի են կանչել, եթե չսխալվեմ, ես կոնկրետ հələ թիվը չգիտեմ, բայց մի 20 հոգի ավել տարել են արաբգիրի բաժին, մի 12 հոգի տարել են ազգային անվտանգության ու քերական ոստիկանության բաժին էլ մի 10 հոգից ավել էր։ پلیسای ارمنستان بچه‌های ما رو که برای شادیه Նրա պատմելով ոստիկանները հետապնդել են տեղից տեղ շարժվող իրանցիներին ու արգելել պարզել դրոշներն ու վանկարկել սրտի ուզածը։ Հոսեյնին տարել են Երևանի քաղաքապետարանի մոտից։ Բարեկները շատ վատ են խոսում հետս, ուրախ եղի, որ վիզիտ չենք ջարդել, որ չենք ձերբակալել, սենց բաներ էլի, բայց բաժինում շատ լավ են իմ հետ վերաբերում, ես պետի հետ էլ խոսացի, ինքը ասում էր ոչ մի բան չկա քո վրա, ոչ մի խնդիր չկա, պրոստը զուտ ասեք մի քանի օր, որ սենց բանել ա եղել, մի քանի օր չհավաքվեք։ Ասում է Իրանի գործող իշխանության ու սպանված առաջնորդի մասին որևէ վատ բառ չեն ասել, միայն նախկին թագաժառանգին են գովել, որ ուզում են գա ու առաջնորդի իրենց երկիրը։ Ասում է Հոսեյն Սոտուդեգանին ու զարմանում, ինչու են արգելում իրենց ակցիա անել։ Դաժե ոստիկանությունն էլ հարցնեք, վիդեոներ որ տեսնեք, որտեղ որ ես եմ լինում, չեմ տղում մի հատ ավել բան ասեմ։ Երկելով ասում ենք, որ խոսքի իշխանությունի ժամանակի վերջ է, արդեն մեր իշխանությունի ժամանակն է գալիս։ Խոսքի այդ կան արյունը որ լեցրեցիք, էդի օդի մեջ չի մնում, աշխարհը չի մոռանա այդ արյունները։ Սենց բառեր ենք հնչում։ Երևանի քաղաքապետարանին փետրվարի 26-ին են տեղեկացրել հավաք անցկացնելու մասին։ Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել։ Շտաբ հավաքի դեպքում կարգն այդպես է. հատուկ թույլ տալու կամ արգելելու որոշում չի լինում, փոխանցեցին լրատվական ծառայությունից։ Իսկ ոստիկաններն ինչու են խոչընդոտել խաղաղ հավաքը, ինչու են ցուցարարներին բերման ենթարկել, ինչն է անհանգստացրել։ Ոստիկանության լրատվական ծառայությունից խոստացան պատասխանելու մինչև օրվա վերջ, այդպես էլ չպատասխանեցին մեր հարցերին։ Մենք ուզում ենք այդտեղ ցույց անենք մեր ուսանողները, որ արդեն դուրս են եկել, որ Պարսկստանում միտինգ են անում, որ ցույց են անում, մենք ուզում ենք Իրանից պաշտպանենք, էլի։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն է դատապարտել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների հավաքները խոչընդոտելը։ Պահանջում ենք անհապաղ ապահովել Իրանի քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքը։ Իրանցիների ակցիաների դեմ իրավապահների քայլերից գոհ է Հայաստանում Իրանի դեսպանը։ Խալիլ Շիրղոլամին շնորհակալություններ հայտնել Հայաստանի իշխանությանը դեսպանատան մոտ ակցիաների դեմ քայլեր անելու համար։ Իսկ հայաստանաբնակ իրանցիները հունվարից ակցիաներով փորձում են աջակցել իշխանության դեմ փողոց դուրս եկած իրենց հայրենակիցներին, դատապարտում դաժան բռնությունները։ Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների տարեսկզբի ցույցերի ընթացքում Իրանում ավելի քան 7000 ցուցարար է սպանվել։